Պարոն նախագահ, գործադիր մարմնի հարգարժան անդամներ, ՀՀԿ խորհրդի հարգելի անդամներ, սիրելի երիտասարդ գործընկերներ։ Մեծ պատիվ այս խորհրդանշական օրը հանդես գալ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդության անունից։ Այսօր մենք միասին արժևորում եւ վերագնահատում ենք մեր կուսակցության 35-ամյա պատմությունը։ Ճանապարհ, որը հարուստ է պետականաշինությամբ եւ նպատակային պայքարով։ Երիտասարդների համար ճանապարհ հարթելով, ուսուցանելով եւ քաղաքական փորձառության հնարավորություններ ստեղծելով, գիտելիքներ եւ հմտություններ փոխանցելով։ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն քաղաքական ուժ է հարուստ պատմությամբ, այլև գաղափարական եւ պետական հենասյուն, որը հանդիսացել եւ հանդիսանում է հայկական քաղաքական միտքը ձևավորող առանցքային կառույցներից մեկը, հիմնված ազգային ինքնության, պատասխանատվության եւ հավատի վրա։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ երիտասարդությունը սկզբից ի վեր եղել է կուսակցության ուշադրության կենտրոնում, որպես կենսունակ, գաղափարական եւ հեռանկարային ուժ, երիտասարդությանը վստահվել է մասնակցությունը վաղվա Հայաստանի կերտման գործում։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կուսակցության նախագահին, պարոն Սերժ Սարգսյանին, այն բացառիկ ուշադրության եւ հետեւողական աջակցության համար, որ մշտապես ցուցաբերվել է երիտասարդ սերնդին։ Ձեր առաջնորդության շնորհիվ հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ստացել դրսևորել իրենց կարողությունները, դառնալով հասարակական ակտիվության օրինակներ, ինչպես նաև գիտական, պետական կառավարման եւ քաղաքական դաշտի պատասխանատու մասնակիցներ։ Բոլոր ժամանակներում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել որպես գաղափարական, կազմակերպված եւ նպատակասլաց միավոր, մասնակցելով կրթական, հայրենասիրական, մշակութային բազմաթիվ ծրագրերի, իրագործելով նախաձեռնություններ, որոնք ամրապնդել են ազգային արժեքներն ու քաղաքացիների ինքնագիտակցությունը։ Պարոն նախագահ, դուք մշտապես ընդգծել եք, որ երիտասարդությունը ոչ միայն կուսակցության ապագան է, այլև նրա գործունեության կարևորագույն բաղադրիչներից մեկը, եւ մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ այս սկզբունքը մշտապես եղել է ՀՀԿ-ի գործնական քաղաքականության հիմքում։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաեւ կուսակցության ղեկավար մարմիններին եւ ավագ սերնդի մեր գործընկերներին, այն քաղաքական մշակույթի, պատասխանատվության եւ պետական մտածողության համար, որով սերնդեսերունդ կրթվել են երիտասարդ հանրապետականները։ Այս համատեքստում պարտադիր է հիշել հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի նշանավոր խոսքը. Հանրապետական կուսակցություն են գալիս ոչ թե ստանալու, այլ տալու, առողջություն, կարողություններ, կյանք եւ ամենագլխավորը ոգի։ Այստեղ ոչինչ չեն խոստանում, իսկ ով եկել է ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, թող հեռանա հենց հիմա։ Այս խոսքերը մեզ համար պարզապես կարգախոս չեն։ Դրանք մեր գաղափարական եւ բարոյական ուղեցույցն են լինել ազնիվ, գիտակից, աշխատասեր եւ նվիրումով ծառայել հայրենիքին։ Ուզում եմ այստեղ հիշատակել նաեւ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերից մեկը, որը նույնքան արդիական է այսօր։ Քաղաքական գործունեությունը պետք է լինի բարոյականության բարձրագույն դրսևորում։ Եթե քաղաքականությունը զերծ է բարոյականությունից, ապա այն վտանգավոր է թե անհատի, թե երկրի համար։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են, որ լինել հանրապետական նշանակում է ոչ միայն պայքարել գաղափարների համար, այլև պահպանել սկզբունքները, մնալով բարոյապես ուղղաձիգ, պետականորեն մտածող եւ ազգային արժեքներով առաջնորդվող անհատ։ Մենք համոզված ենք, որ այս արժեքներով, այս քաղաքական դպրոցով եւ ձեր առաջնորդությամբ մեր երիտասարդությունը կարող է արժանապատվորել շարունակել ՀՀԿ ուղին, պետականության, ազգային ինքնության եւ ռազմավարական հեռատեսության ճանապարհը։ Եվ վերջում թույլ տվեք մեջբերել ձեր խոսքերը, պարոն նախագահ, որոնք դարձել են յուրաքանչյուր հանրապետականի ներքին համոզմունքը։ Հանրապետական կուսակցության ձայնը եղել է հնչեղ եւ այդպիսին էլ մնալու է։ Շնորհակալություն։